Ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը երեկ հայտարարեց, որ եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Կարապետյանը կլիներ իշխող ուժի առաջնորդ։ Ձեզ գաղտնիք բացեմ, մենք մի լավ ծիծաղացել ենք այս հայտարարության վրա։ Դե ինչ ասեմ, տեսնես էլի պարոն վարչապետով են դիմում, հա, Սամվել Կարապետյանը, դա ինձ հետաքրքիր, թող դրան պատասխանեն։ Իսկ նրա հայտարարությունից ավելի ուշագրավ է այլ հայտարարություն, երբ որ այդպես սլայդներով ցույց են տալիս, որ որոշ ընտրատեղամասերում մենք իրականում 0 ենք ստացել, սակայն մեր անվան դիված 700-600 թվերն են գրված եղել։ Ես երեկվանից նաև տարբեր հենց նույն Մեղրաձորից, հա, որի մասին խոսում էր 717-ն, մի քանի տասնյակ քաղաքացիներ են գրել, որ մենք ընտրել ենք ԿՊ-ին, մենք Մեղրաձորից ենք։ Ես ասեմ ավելին, մեր այդ Ծաղկաձոր խոշորացված համայնքի մեջ է մտնում Մեղրաձորը, Ծաղկաձորի քաղաքապետը, ով նաև շտաբի պետն է, եւս Մեղրաձորից է եւ գնացել եւ քվեարկել է իր օգտին։ Եվ սա ծիծաղելի է եւ իրենց հասարակության աչքում բացարձակ այն որ 0-ից էլ ցածր մակարդակի են էլի ուղղակի հասցնում նման անպատասխանատու հայտարարություններ անելով։ Բայց ինքն էլ ասում էր, կարող է ԿՊ-ում էլ կան հայրենասեր մարդիկ, որոնց համար կան կարմիր գծեր, կան անթույլատրելիության սահմաններ, դա կարող է լինել Տիգրան Աշենի հանձնումը օրինակ, նմանատիպ օրինակներ էր բերում Գոհար Մելոյանը, ըստ էության նաև ինքն էլ չէր բացառում, որ հնարավոր են այդպիսի զարգացումներ։ Գոհար Մելոյանը թող վստահ լինի, որ ԿՊ-ում բոլորն են հայրենասեր մարդիկ եւ ամեն ինչ արել են եւ անելու են, որ մեր սուվերեն երկիրը մի սանտիմետր անգամ չտուժի եւ ամրանա եւ զարգանա, բայց չունենալով որևէ հավակնություն որևէ հարևանից։ Հետևաբար նաև խաղաղ պահելով մեր սուվերեն 29743 քառակուսի կիլոմետրը։